Սուրբ գրքի եւ մասնավորապես ավետարանի սերտողության այս ձևաչափով մենք նախորդիվ հանդիպել ենք ոչ ավել, ոչ պակաս 10 տարի առաջ, 2016 թվականին, երբ Շողակաթ հեռուստաընկերության եթերով սկսեցինք հեռարձակել համատես ավետարանների սերտողության ծրագիրը, որի 20 հաղորդումը պատկանում է ինձ եւ ապա մեր շնորհալի վարդապետներից մեկը Հայր Ռուբենը շարունակեց այն։ Իսկ մինչ այդ ուզում եմ հիշատակել նույն այս ձևաչափով արդեն մեկ ավետարանի սերտողության շուրջ մեր տեսանկարահանումները եւ հաղորդումների եթեր հեռարձակելը Մարկոսի ավետարանի շուրջ, որ դրանից էլ մի քանի տարի առաջ 10 տարուց ավել է, որ բուն այս ձևաչափով ես հանդիպում չեմ ունեցել ձեզ հետ։ Եվ հիմա վերստին հնարավորությունը կա եւ ինչի համար անչափ ուրախ եմ։ Այս անգամ մեր քննարկման նյութը լինելու է Ղուկասի ավետարանը։ Ինչու Ղուկաս? Որովհետեւ կթվա թե համատես ավետարանները, եթե մենք սկսել ենք, ապա Ղուկասը իբրև համատեսներից մեկը, Մատթեոս, Մարկոս եւ Ղուկաս, գիտենք, որ այս երեքն են համատես ավետարանիչները, չէ՞ որ իրեն ընդգրկել ենք այս հաղորդաշարի շրջանակներում, որ Հայր Ռուբենն է շարունակել, պատճառը պարզ է։ Մենք այդ հաղորդման շրջանակներում չենք կարողացել տեսնել Ղուկասի ներկայացրածը, Ղուկասի համն ու հոտը ամբողջությամբ, այնպիսին, ինչպիսին ինքը կա։ Այլ տեսել ենք համեմված մյուս ավետարանների հետ։ Եթե Մարկոսը կհիշենք, եւ շատ խորհուրդ կտամ բոլոր մեր հեռուստադիտողներին, ովքեր որ հեռուստատեսությամբ կամ համացանցով են մեզ գտել կամ գտնելու են, անպայման գտնեն Մարկոսի ավետարանը եւ այնտեղից սկսեն, որպեսզի պատկերացնեն, թե ինչի մասին ենք խոսում։ Եթե Մարկոսին առանձին դիտարկում էինք, ապա մենք այնտեղ տեսնում ենք Մարկոսի լակոնիկ ոճը, տեսնում ենք Մարկոսի առաջինը գրած լինելու հանգամանքը, տեսնում ենք Մարկոսին, որը շտապում էր, կարծես արագ ասելիք ուներ, մարդիկ սպասում էին իր խոսքին, ապա Ղուկասի պարագային իրականությունը այլ է։ Ղուկասի համն ու հոտը մենք այս հաղորդաշարերի ընթացքում պիտի տեսնենք։ Ամենից առաջին, որ աչքի է զարնում Ղուկաս ավետարանչի հետ կապված, այն է, որ Ղուկասը ողջ Աստվածաշնչում եւ հատկապես ամբողջ Նոր Կտակարանի մեջ միակ ոչ հրեա հեղինակն է։ Այո, Մարկոսն էլ Ղուկասն էլ առաքյալ չեն, իրենք առաքյալների շարքից դուրս են, 72 աշակերտների մեջ է Ղուկաս ավետարանի օրինակի համար, բայց միակն է, որ ազգությամբ հրեա չէ, Մարկոսը հրեա էր։ Ղուկասը ծագումով, ինչպես որ մեր հայսմավուրքներն էլ ներկայացնում են, Անտիոքից էր, կարծում են, որ կամ հույն էր, կամ հռոմեացի, բայց որ հրեա չէր միանշանակ, մանավանդ որ ոչ հունախոս մարդկանց մի խմբի գործառաքելոցի մեջ Ղուկասը բարբարոս է անվանում, իսկ բարբարոս հույններն էին անվանում այն մարդկանց, ովքեր հունարեն չգիտեին եւ հունարեն չէին խոսում։ Հետևաբար ենթադրելի է, որ Ղուկաս ավետարանիչը ազգությամբ հույն է եղել։ Հեթանոսությունից դարձի գալով է, որ գալիս է Քրիստոսին հետևելու եւ ապա դառնում է Պողոս առաքյալի գործակիցը եւ գրի առնում ավետարանը։ Եթե կհիշենք, Մարկոսի ավետարանի ժամանակ մենք խոսել ենք այն մասին, որ Մարկոսը գրի է առել Պետրոս առաքյալի քարոզչությունը հիմնականում եւ այս մասին բազում վկայություններ կային։ Ղուկասը Պետրոսի մյուս գործակցի 13-րդ առաքյալի Պողոս առաքյալի գործակիցն է եղել եւ իր քարոզչությունից եւ իրենից ուղղակիորեն լսածն է, որ վերարտադրել է իր ավետարանի մեջ։ Հստակ է մի բան, Ղուկասը Տեր Հիսուս Քրիստոսի ժամանակ ապրած մեկն է, բայց որը անձամբ Քրիստոսին տեսնելու եւ իրեն հետևելու առիթ չի ունեցել։ Այլ ավանդության համաձայն, ինչպես որ մեր հայսմավուրքներն էլ ասում են, Գաղիանոս անունով բժշկի աշակերտը լինելով, լսած լինելով Քրիստոսի մասին, որ այսպիսի մեկը կա, վարդապետում է, քարոզում է, հրաշքներ է անում, Գաղիանոսն իրեն ուղարկում է դեպի Հրեաստան եւ սա գալով ասում են նորից ավանդությունն ասում է արյունահոսող այն կինը, որին Քրիստոս բժշկում է, 12 տարի շարունակ հիվանդ լինելուց հետո այս կինը բժշկություն է գտնում, ասում են, որ այս կնոջ տանն է ապաստանած լինում Ղուկաս ավետարանիչը, մինչև քրիստոնեությունը ընդունելը, մինչև Տեր Հիսուս Քրիստոսին տեսնել կամ ճանաչելը կամ առհասարակ Պողոս առաքյալի
հետևորդ դառնալը, որովհետև Պողոսի նամակներից 3-ում մենք տեսնում ենք Ղուկաս ավետարանչին։ Միայն այս 3 հատվածում է, որ Ղուկասի անունը մենք կարող ենք հանդիպել։ Երկուսը բանտի նամակներում են, Փիլիմոնին ուղղված նամակը կա, որտեղ որ Պողոս առաքյալը Ղուկասին գործակից է անվանում, մեկ այլ տեղում Կողոսացիների նամակում, որը ևս բանտի նամակներից մեկն է, Պողոս առաքյալը երբ որ խոսում է Ղուկաս ավետարանչի մասին, նշում է, որ Ղուկասը բժիշկ է։ Ուրեմն եկեղեցական ավանդությունը մեզ խոսում է այս մասին դեռ նոր կտակարանից սկսած, դեռ առաքելական թղթերից սկսած, խոսվում է այն մասին, որ Ղուկաս ավետարանիչը մինչև ավետարանիչ լինելը մասնագիտությամբ բժիշկ է եղել։ Սրա հետ են կապվում նաև շատ ու շատ բժշկության հետ կապված հրաշքներ, որոնք տեղի են ունեցել Ղուկաս ավետարանչի անունով հետագա դարերում։ Նույն ավանդությունը մեզ պատմում է, էլի հայսմավուրքային ավանդությունը մեզ պատմում է, որ Ղուկասը ոչ միայն բժիշկ է եղել, այլ նաև եղել է սրբանկարիչ։ Եվ ավանդությունն ասում է, որ առաջին պատկերը Աստվածամոր եւ Տեր Հիսուս Քրիստոսի Ղուկաս ավետարանիչը ինքն է նկարել։ Այսօր էլ եթե Հռոմ գնալու լինեք, կարող եք Հռոմի պապական Սանտա Մարիա Մաջորե կոչվող եկեղեցում տեսնել պատկերը Սուրբ Աստվածամոր, որը ավանդությամբ ասվում է, որ Ղուկաս ավետարանչի վրձնին է պատկանում, թե որքանով է սա հստակ որևէ մեկը չի կարող ասել, բայց ավանդությունը այս մասին խոսում է։ Խոսում են նաև, որ Մոսկվայում ևս ուղղափառ եկեղեցում, բյուզանդական ուղղափառ եկեղեցում Ղուկաս ավետարանչի ձեռքին, գրչին, վրձնին պատկանող սրբապատկերներ պահպանվել են։ Գալով Ղուկասի ավետարանի առանձնահատկություններին, դրա գրության վայրին, հեղինակին, լեզվին, թեմաներին, շատ կարևոր եմ համարում ասել, որ Ղուկասի սկզբանե, ինչպես մյուս ավետարանիչները, ոչ մի կերպ չի նշում իր գոյության մասին եւ չի էլ ասում, որ ինքն է հեղինակը այս ավետարանի։ Ինչպես որ մնացած դեպքերում որևէ ավետարան չի հիշատակում, որ ով է հեղինակը։ Հետագայում, երբ որ եկեղեցին սկսում է կանոնը կազմել Սուրբ գրքի եւ զետեղել բոլոր գրքերը հերթականությամբ, այդ ժամանակ է, որ սկսում են առանձնացվել, թե որ գրքերը ում են պատկանում։ Մուրատորիի կանոնը կա, որ առաջին երկրորդ դարերի աշխատություն է 170-180-ական թվականներ, եւ այս կանոնի մեջ արդեն հստակ երևում է, որ Ղուկասին է պատկանում այս ավետարանի հեղինակը լինելու հանգամանքը։ Կարևոր է նաև հիշել, որ Ղուկաս ավետարանիչը իր այս ավետարանը չի գրել իբրև առանձին գործ, այն մի ամբողջություն է կազմում, շատերը հենց այդպես էլ համարում են, որ այն մի ամբողջություն է կազմում գործ Առաքելոցի հետ միասին։ Ղուկաս ավետարանիչը իր այս ամբողջական մի գործը շատ հետաքրքիր զուգահեռներով է կառուցել։ Եթե նայենք ավետարանին եւ գործ Առաքելոցին, պիտի տեսնենք, որ ավետարանը սկսվում է եւ ամբողջությամբ պատմում է, ներկայացնում է Տեր Հիսուս Քրիստոսին երկնքից երկիր գալիս, այստեղ քարոզելիս եւ ապա մարդկության համար խաչը ելնելիս եւ հարություն առնելիս, համբարձվելիս, ապա գործ Առաքելոցը պիտի տեսնենք, որ նույն այդ Տեր Հիսուս Քրիստոսի արդեն Սուրբ Հոգու միջոցով հաստատված եկեղեցու առաջնորդությունն է ներկայացնում, եկեղեցու ձևավորումը, ծավալումն է ներկայացնում, որովհետև ի վերջո գործ Առաքելոցը արդեն Տեր Հիսուս Քրիստոսի հիմնադրածի շարունակությունն է, որ առանց ֆիզիկական ներկայության Տեր Հիսուս Քրիստոսի շարունակում է գոյատևել եւ շարունակում է գոյություն ունենալ, ծաղկել, ինչպես որ սկզբից Պետրոս եւ Հովհաննես առաքյալների միջոցով, ապա ծանրակշիռ մասը արդեն Պողոս առաքյալի առաջնորդությամբ։ Գործ Առաքելոցը սկսվում է Երուսաղեմում եւ ավարտվում է Հռոմում։ Ղուկասի ավետարանը սկսվում է Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդով, սկսում է նախածննդյան պատմություններով անշուշտ, Զաքարիայի օրհնաբանությամբ, Զաքարիայի տեսիլքով, հրեշտակի հետ հանդիպման դրվագով, որ տեղի ունենում Երուսաղեմում, եւ վերջանում է համբարձմամբ, վերջանում է հարության դրվագով Էմավուսի ճամփորդներին պատկերող սքանչելի պատմությամբ։
Կարծես թե մի պահ Ղուկասի ավետարանը, եթե նայում ենք, Նազարեթից դեպի Երուսաղեմ շարժում է ներկայացնում, Քրիստոս ինքը ազգաբանությամբ Գալիլեայի Նազարեթ քաղաքից լինելով, Բեթղեհեմում ծնվում է եւ Երուսաղեմում իր գործունեությունը ծավալում եւ այստեղ էլ խաչն է ելնում, իսկ գործառաքելոցը սկսելով Երուսաղեմից շարժվում է դեպի Հռոմ։ Երուսաղեմում առաջին եկեղեցու հիմնադրումից հոգեգալստյան գեղեցիկ պատկերը ներկայացնելուց հետո Ղուկասը տանում եւ հասցնում է մինչեւ Պողոս առաքյալի բանտարկություն, որ 28-րդ գլխի մեջ է ներկայացվում գործառաքելոցի եւ ավարտվում է հստակ ցուցումով, հստակ ներկայացմամբ, որ այլևս Երուսաղեմում չէ եկեղեցին, այլ քրիստոնեական եկեղեցին դուրս է եկել Երուսաղեմից եւ հասել է նույնիսկ Հռոմ, որովհետեւ մենք գիտենք, որ Պողոսը նույնիսկ բանտարկված ժամանակ իրեն վերահսկող հռոմեացի զինվորներին էր քարոզում եւ այդ զինվորների միջոցով քրիստոնեության բարի լուրը հասել էր նույնիսկ արքունիք, նույնիսկ հռոմեական պալատ։ Գալով ավետարանի թեմաներին, Ղուկաս ավետարանիչը սխալված չեմ լինի, եթե ասեմ ընթերցողի համար առաջին անգամ նոր կտակարանը բացող քրիստոնյայի համար ամենահեշտ եւ ամենապատկերավոր ընթերցվելիք նյութն է ներկայացնում։ Ի տարբերություն մյուս ավետարանների, Ղուկաս ավետարանիչը շատ առանձնապես հետաքրքրված չէ ցույց տալու ամեն պարագայի, ինչպես որ օրինակ Մատթեոս ավետարանիչն է անում։ Ղուկասը ամեն պարագայի չի ուզում ցույց տա, որ Տեր Հիսուս Քրիստոսի կյանքի այս կամ այն դրվագը, որ տեղի է ունենում, դա կատարվում է օրենքի հաստատման համար, դա կատարվում է մարգարեության խոսքը իրականացնելու համար։ Կապը 5 կտակարանի օրենքի եւ Քրիստոսի հետ Ղուկասի համար առաջնահերթություն չի։ Ղուկաս ավետարանչի համար առաջնահերթություն է ցույց տալ, որ իր ավետարանը համար 1 աղոթքի ավետարան է։ Հետաքրքրական է ամբողջ նոր կտակարանում այնքան աղոթքի դրվագներ, որքան որ Ղուկասի ավետարանում է ներկայացված, ոչ միտեղ չեք գտնելու։ Այստեղ են գտնում հայտնի անիրավ դատավորի եւ այրու առակը, որ միայն Ղուկասի ավետարանում է պահպանված, որը լավագույնս ներկայացնում է անդադար եւ անտրտունջ աղոթքի, ուրեմն դրական կողմերը, դրա կարևորությունը։ Ղուկասի ավետարանում ենք տեսնում Տեր Հիսուս Քրիստոսին առաքյալներին ընտրելուց առաջ աղոթք անելիս, մկրտության ժամանակ աղոթք անելիս, մյուսների մոտ չկա։ Ղուկասի ավետարանում ենք տեսնում նույնիսկ շատ հետաքրքրական մի դրվագ, որ չկա սկզբնաղբյուր համարվող Մարկոսի մոտ։ Պետրոս առաքյալի ուրացությունից առաջ Ղուկասն ասում է, որ Ղուկասի ավետարանի խոսքերով Քրիստոս ասում է, որ ինքը աղոթում է Պետրոսի համար։ Աղոթում է, որ երբ որ դարձի գա, երբ որ հետ գա, իր եղբայրներին շարունակի հաստատել հավատքի մեջ։ Աննկարագրելի դրվագ է։ Ղուկաս ավետարանչի մոտ է, որ մենք հանդիպում ենք նաև բացառիկ մեկ այլ առակ, որ չկա ուրիշ ավետարաններում, Բարիսամարացու առակը։ Մեկ այլ առակ անառակ որդու վերադարձի մասին առակ։ Ուրեմն Ղուկասը նախ եւ առաջ աղոթքի կարևորությունը ցույց տվող ավետարանիչ է։ Ղուկասը նաև կանանց ավետարան է։ Ինչու կանանց ավետարան, որովհետև ի սկզբանե առաջին երկու գլուխները ամբողջությամբ երբ որ ուշադիր կարդանք, որոնք նվիրված են նախածննդյան դեպքերին Տեր Հիսուս Քրիստոսի, այնտեղ մենք տեսնելու ենք Զաքարիայի կին Եղիսաբեթին, Հովհաննես Մկրտչի մայրիկին։ Այնտեղ տեսնելու ենք Մարիամ Աստվածածին։ Գլխավոր դերակատարները այս գլուխների մեջ իրենք են՝ Եղիսաբեթ, Մարիամ Աստվածածին։ Ապա մենք տեսնելու ենք Աննա Մարգարեուհուն, որը որ Տիառնան Թառաջի ժամանակ տաճարում գտնվող մարգարեուհիներից մեկն էր, ու ամեն դեպքում ինքն է հիշատակվում։ Ղուկասի ավետարանում է, որ խոսվում է Նայինը քաղաք է, Նայինի այրու մասին, որի որդին մահացել էր եւ որին հարություն տվեց Տեր Հիսուս Քրիստոս։ Միայն Ղուկասի մոտ է սա հիշվում վերստին։ Ղուկասի մոտ է, որ Տեր Հիսուս Քրիստոս հիշատակում է ուրեմն 5 տակարանից դեռևս Սարեփթայի հեթանոս կնոջը, հիշատակում է Նեեման Ասորուն։ Ղուկաս ավետարանչի մոտ է, որ Մարթան եւ Մարիամը ներկայացված են շատ ավելի վառ գույներով։ Նաև Ղուկասի ավետարանում է, որ ներկայացվում է հավանաբար
անառակ վարկ ունեցող այն կինը, որ գալիս է, ամեն դեպքում ավետարանն ասում է մեղավոր կին, բնականաբար նկատի ունեցել այս մեղքը, այդ կնոջն է ներկայացնում, որը գալիս է եւ Տեր Հիսուս Քրիստոսի ոտքերը օծում է յուղով, ապա մազերով չորացնում է ոտքերը։ Ուրեմն այո, Ղուկասի ավետարան, նաեւ Կանանց ավետարանը, որովհետեւ մի ժամանակաշրջան, որտեղ որ կին լինելը առնվազն պատվաբեր չէր, այսօր դժվար է սա լսել անշուշտ, բայց իրականությունն այն է, որ հрьяան աղոթում էր եւ ասում էր Տեր Աստված, շնորհակալ եմ ես, որ հрья տղամարդը ներողություն աղոթում էր եւ ասում էր, որ Տեր Աստված, շնորհակալ եմ, որ ես հեթանոս չեմ ծնվել, ստրուկ չեմ ծնվել եւ կին չեմ ծնվել։ Ղուկասը նաեւ օտարազգիների եւ բոլորի ավետարանն է, որտեղ տարբերություն չի դնում բարի սամարացու մասին առակը միայն Ղուկասի մոտ է պահպանված։ Սամարացիները, որոնք որ ընդհանրապես քշված էին հրեական միջավայրից եւ Սամարիայի ճանապարհով անգամ անցնել չէր կարելի։ Եթե մեկը պիտի հարավից հյուսիս գնար, Սամարիան պիտի շրջանցեին։ Ճանապարհը կերկարացնեին, միայն թե Սամարիա չմտնեին։ Բայց Քրիստոս գնում է սամարական մի գյուղաքաղաք, որտեղ իրեն չեն ընդունում, եւ ավետարանիչն ասում է, որ բայց երկնքի արքայությունը այդ գյուղաքաղաքի համար չփակվեց։ Այսինքն Քրիստոս չի դատապարտում այս մարդկանց արածը։ Բարի սամարացու մասին է պատմում, ասորիների մասին է պատմում։ Խոսում է այն մասին, որ հյուսիսից, հարավից, արևելքից եւ արևմուտքից տարբեր ազգեր պիտի գան եւ պիտի բազմեն թագավորության մեջ։ Ղուկասի ավետարանը միով բանիվ նոր քրիստոնեության մեջ մտնող, առաջին քայլերն անող որևէ մեկի համար լավագույն գիրքն է, լավագույն ճանապարհն է, որ կարող է բռնել։ Ղուկասի ավետարանը ի վերջո բնորոշվում է նաև իր պատմականությամբ եւ պատմությանը, պատմական փաստերին Ղուկասի կողմից կարևորություն տրվելու հանգամանքով։ Օրինակ, Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան դրվագը ներկայացնելուց առաջ հիշատակում է այն մասին, որ Օգոստոս Կայսեր կողմից առաջին մարտահամարն էր ընթանում, հիշատակում է Կյուրենիոսին։ Նույն կերպ, երբ որ 3-րդ գլխի սկզբում սկսում է ներկայացնել Հովհաննես Մկրտչի քարոզչության առաքելության սկիզբը, հիշատակում է 7 պատմական անձանց, որոնցով փաստում է, թե երբ էր Հովհաննես Մկրտիչը սկսել իր քարոզչությունը։ Հիշատակում է Տիբերիոս Կայսեր 15-րդ տարվա կառավարության մասին։ Հիշատակում է Պոնտացի Պիղատոսի Հրեաստանի 4-րդապետ լինելու մասին։ Հիշատակում է Հերովդեսի Գալիլեայի 4-րդապետ լինելու մասին, սրա եղբայրների Փիլիպոսի եւ Լյուսանիասի մասին։ Ապա հիշում է երկու քահանայապետերի անուն Կայափային եւ Աննա քահանայապետին։ Ուրեմն միով բանիվ կարող ենք ասել, որ Ղուկաս ավետարանիչը պատմական փաստերով փորձում է հաստատել իր կողմից ներկայացվելիքը։ Ղուկաս ավետարանիչը բացի իր պատմականությունից, բացի աղոթքի ավետարան, կանանց ավետարան եւ բոլորի համար ավետարան լինելուց, նաեւ ուրախության ավետարան է։ Չեմ սխալվի, եթե ասեմ ուրախության ավետարան, որովհետեւ ամեն քայլափոխի մարդկանց հույզերն ու ապրումներն է ներկայացնում լավագույնս, սկսած Զաքարիա քահանայից, որ տաճարում երբ որ խնկարկման խունկ մատուցելու, խունկ ծխելու իր պաշտոնավարման առիթներ եկել, հրեշտակի հետ հանդիպում իրեն ուրախություն է պատճառում եւ հրեշտակն իրեն ասում է, որ նա, ով որ պիտի ծնվի, ուրախություն է բերելու։ Նկարագրվում է դրսում հավաքված ժողովուրդը, որը եւս ուրախ էր։ Ղուկասը ներկայացնում է 12 առաքյալներին, որոնք գնացել էին քարոզելու եւ հետ էին եկել եւ ասում է ուրախությամբ, ուրախացած եկան ու պատմեցին, որ գիտես Քրիստոսին վարդապետին իրենց պատմում են, որ գիտես դևերը նույնիսկ մեզ ենթարկվում են։ Ղուկասն է, որ լավագույնս մարդու ապրումներն ու հույզերը, հոգեկան աշխարհը բնութագրում է։ Նույնը նաև Պետրոս առաքյալի ուրացության դրվագի մեջ պիտի տեսնենք, ինչպես որ նախորդիվ ասացի Պետրոսի համար աղոթելու մասին միայն Ղուկասն է ասում, նույն կերպով միայն Ղուկասի ավետարանում է, որ Պետրոսի մատնության, ուրացության դրվագի ավարտին ներկայացնում է այս երկուսի Տեր Հիսուս Քրիստոսի եւ Պետրոսի հանդիպման հայացքներով փոխանակվելու, իրար տեսնելու, իրար աչքերի մեջ նայելու դրվագը, որ կարդացողը կարողանում է մինչև հոգու խորքը թափանցել, որով կարողանում ես հասկանալ, թե ինչ էին զգում այս հերոսները եւ ինչպես էին ապրում։ Ղուկասը մեկն է, որ իր ավետարանը գրում է հետագայում ընթերցողների համար։ Շատ կարևոր է սա հասկանալ,
որովհետև Մարկոսը գհիշենք նախորդիվ Մարկոսի ավետարանի շարքի մեջ ի սկզբանե ասել ենք, որ Մարկոսը գրում է ավետարանը, որովհետև իրեն շրջապատող համայնքից Պետրոս առաքյալին ներկայացրել էին պահանջ, որ այս պատմությունները, այս քարոզչությունը, ինչ որ դու խոսում ես, մարդիկ մոռանում են, պետք է գրի առնել, որովհետև շատ-շատերը ի սկզբանե նույնիսկ գրելու կարիք չունեին, սպասում էին երկնքի արքայության հաստատմանը, աշխարհի վաղճանին, Քրիստոսի գալուստին, կարիք չկար ավետարանը գրելու, բայց ժամանակը անցնում էր, մարդիկ տեսնում էին, որ առաջին ականատեսները հերթով այս աշխարհից հեռանում են եւ ուզեցան, որ գրի առնվեր, պահանջը այսպեսին էր, բայց այդ պահի ընթերցողներն էին սրանք։ Իսկ Ղուկասը գրում է կարծես ի մտի ունենալով հետագայում, հատկապես հետագայում ընթերցողներին։ Ստիպված եմ ժամանակ առ ժամանակ անդրադառնալու Մարկոսի ավետարանի մեր հաղորդաշարին, ինչպես որ այնտեղ խոսել ենք ավետարանիչների սիմվոլների մասին, խորհրդանիշերի մասին եւ Մարկոսին իբրև առյուծ ենք ներկայացնել, գիտենք, որ Ղուկասն էլ զվարակի կամ ցուլի կամ եզան սիմվոլն ունի, խորհրդանիշն ունի։ Ինչու՞։ Որովհետեւ Ղուկասի ավետարանը ի սկզբանե սկսվում է Զաքարիայի զոհաբերություն անելու պատմությունից։ Մի դրվագ, որտեղ որ Զաքարիա քահանան իր պաշտոնն է մատուցում։ Բայց սրանից զատ շատ կարևոր է նկատել նաև այն նրբությունը ամբողջ Ղուկասի ավետարանում, որ ցույց է տալիս զոհաբերվող Քրիստոսին։ Եթե Մարկոս ավետարանիչը ի սկզբանե հռչակում է Աստծո արքայության գալուստը, որ հասել է երկնքի արքայությունը, բոլոր ապաշխարեք, դարձի եկեք, հավատքի եկեք, հավատացեք ավետարանին, ապա Ղուկասը սա ընդունելով հանդերձ, Ղուկասը ավելի շատ ներկայացնում է այդ մարդկության փրկության համար խաչվող, այդ մարդկության փրկության համար զոհաբերվող, իբրև զոհաբերվող Տեր Հիսուս Քրիստոսի պատմությունը։ Սրա համար է նաև, որ եկեղեցու հայրերը ի սկզբանե Ղուկաս ավետարանչին պատկերել են զվարակի, զոհաբերվող կենդանու խորհրդանիշով։ Ղուկաս ավետարանիչը ամբողջ Նոր Կտակարանի մեջ լավագույն հունարենով խոսող հեղինակն է։ Եվ սրա մասին հենց վաղ եկեղեցու հայրերն են ասում, Տատյանոսն է սրա մասին ասում։ Ղուկասի հունարենը բարձր իր ժամանակի դասական հունարենին համարժեք մի հունարեն էր։ Մնալով խոսակցական հունարենին հարազատ ինքը միևնույն է ցույց է տալիս ամեն կերպ, որ տիրապետում է բարձր հունարենին։ Նաև շատ զգուշավոր է։ Ղուկասը շատ զգուշավոր է։ Միտեղ որտեղ որ Մարկոսը առանց վարանելու մի կնոջ կարող է ասել պոռնիկ, Ղուկասը ասում է մեղավոր։ Միտեղ որտեղ որ Մարկոս ավետարանիչը կամ Մատթեոսը ժամանակային առումով հստակ թվեր են ասում, Ղուկասը դնում է մոտավոր։ 30 տարեկան էր, մոտավոր 30 տարեկան էր։ Եվ նա այնտեղ մնաց 3 ամիս, մնաց մոտավոր 3 ամիս։ Ղուկասը այս նրբություններին անգամ հետևող հեղինակն է, եւ ի վերջո Ղուկասի ավետարանը տարբերվում է մյուս բոլոր ավետարաններից նաև իր վերջաբանով Էմավուսի ճամփորդների մասին պատմող սքանչելի մի պատմությամբ, որտեղ երկու ճամփորդ են ներկայացվում, որոնցից մեկի անունը տալիս է Ղուկասը, մյուսի անունը չի տալիս։ Եվ հետո եկեղեցու հայրերն են, որ ասում են, երբ որ հեղինակն ասում է, որ մեկը Կղեով պասներ, իսկ մյուսի անունը չի տալիս, այդ ում անունը որ չեն տալիս, սա Ղուկաս ավետարանիչն է եղել։ Ովքեր որ Տեր Հիսուս Քրիստոսի խաչելությունից, թաղումից, հարությունից հետո քայլում են դեպի Էմավուս եւ ճանապարհին հանդիպում են Տեր Հիսուս Քրիստոսին։ Միայն Ղուկասի ավետարանում է պահվել սքանչելի այս պատմությունը։ Ավանդությունն ասում է, որ Ղուկաս ավետարանիչը իր նահատակությունն է ընդունել ծերության մեջ 86 տարեկան հասակում ձիթենու վրա խաչվելով։ Մեր հայսմավուրկները սակայն Սսի եւ Տաթևի հայսմավուրկները հատկապես ներկայացնում են, որ կա այլ տարբերակ, հայսմավուրկը, որ ամեն օրվա սուրբերի վարքը ներկայացնող ժողովածուն է, ներկայացնում է, որ կա այլ տարբերակ, համաձայն որի խաչելությունից հետո Ղուկասը ողջ է մնացել հրաշքով եւ շարունակել է քարոզել, մինչեւ որ ծերության, երբ իր ճանապարհով, բնական ճանապարհով լքել է այս աշխարհը եւ միացել բոլոր նրանց, ովքեր որ իր խոսքերի համաձայն խոսքի, լոգոսի, Տեր Հիսուս Քրիստոսի ականատեսներն էին եւ սպասավորները, որոնցից եւ օգտվել է Ղուկաս ավետարանիչը իր սքանչելի
ավետարանը շարադրելիս, որն էլ մենք առաջիկայում պիտի Տիրոջ ողորմածությամբ եւ օրհնությամբ սերտենք։